Ժողովուրդ ջան, ես իմ եթերներում տենում եմ մարդիկ կա մտնում են, բազինը կա իրականում չեն հասկանում իմ խոսքը, ինձ ասենք նենց հայհոյանքով նենց ինչ-որ բան են գրում, մեկը գրում է ինչ ես կպել Նարեկիցը, ինչ ես կպել Սամոյիցը, ինչ ես կպել Քոչարյանից, Դոդից, ես մեկից, են մեկից, ժողովուրդ ջան, ես ոչ մեկից էլ չեմ կպել, ես նրանք ինչ անում են, ինչ ասում են, ես իրանց ասածը իմ գաղափարով վեր եմ լուծում, հիմա նայեք, եսա մի ամսից ավելա, առավոտից իրիգու 300,000 ադրբեջանցի ա գալի, դե ժողովուրդ ջան, եթե ես ասենք կպել եմ Նարեկիցը, Նարեկին բան եմ անում, նենց ասենք կպտում եմ, որ մարդկանց աչքից ունքից ընգնի բանանի, ախր ժողովուրդ ջան, ենով ինձ տենց գրում է վարդ, ես նրանց եմ ասում, դուք ինչի եք թողում, որ ձեզ էշի տեղ տնեն, դուք լավ գիտեք, որ հնարավոր չի նույնիսկ 30 հատ ադրբեջանցի, 30, հնարավոր է մի 50 տարի հետո ինչ-որ բան փոխվի, հասկանում եք, հիմա ոչ մի բան նման բան հնարավոր չի, հասկանում եք մի 50 տարի հետո, որ 2 սերունդ փոխվի, կարող է մարդիկ մոռանան այս ամեն ինչը, հասկանում եք, Գերմանիան 300,000 հայ սպան է Հիտլերը, մենք նեմեսներին մորթում ենք, ինչ ենք անում, Գերմանիա գնալու համար խելքներս չի գնում, ճիշտը խոսեք էլի, հիմա Նարեկը, որը տես բան է ասում, 300,000 ադրբեջանցի ա գալու, հիմա դու դրանով հայ ժողովրդի մի ինչ-որ մասին էշի տեղ եք դնում, հասկանում եք, հիմա ոչ չխնդանք այդ մարդկանց վրա, հիմա են այսօր ուրիշ թեզա առաջ բերել, ես ասում եմ տեղեկություններ ունեմ, որ Երևանում են Արցախի պատկանող են շենք կար, ինչ կար, այդ շենքը սարքելու են Բաքվի թատրոն, ադրբեջանցիների համար, որ 300,000 ադրբեջանցիները գնան այդ շենքում թատրոն նայեն, հասկանում եք, լավ, այս մարդիկ մեր ազգի մեջին այնքան դեբիլ մարդիկ կա, որ կարան նման բաներին հավատան, էլի, հա, որ ասում եք տենց բաներ, ձեզ ուրիշ ասելու բան չունեք, Նարեկ ջան, որ մենք ձեզ չքննադատենք, ախր դա ասելու բաներ, որ դուք ասում եք, դե մենք էլ ձեզ քննադատում ենք, ձեր կողմնակիցներն են մտնում են, մեզ հայհոյում են, ես հո, Նարեկ ջան, ես հո ձեզ չեմ հայհոյում, ես ձեր ասածները ուղղակի քննադատում եմ, ես 5 տարի Փաշինյանին եմ քննադատել, բայց այսօր որ ընտրություններ ա, ես նրա կողմնակիցն եմ, հասկանում եք, ես քննադատել եմ ամեն բանի համար Փաշինյանին, իր կառավարությանը, իրանք սաղ գիտեն, Պապոյանը լավ գիտի ինչերի համար եմ քննադատել, նույնիսկ անձնական էջին եմ գրել, ինձ միշտ պատասխանել է այդ մարդը, հասկանում եք, շատ մարդկանց եմ, շատ նախարարների եմ գրել էջերին, պատասխանել են, մարդկա չի պատասխանել, դե իրանց գործնա, չեմ պատասխանում, հիմա ես հո չեմ ստիպում, ես գրում եմ իրանք կարդում են, այդքանն է բավական է, հասկանում եք, հիմա այսօր ինչի ընենց բաներ եք ասում, որ մենք ձեր ասած բաները չքննադատենք, ախր դա մարդկանց էշի տեղ դնելու նման մի բան է,
ձեր ասած բաները։ Հասկանում եք, բա 120,000 հայա եկել Հայաստան, արդեն 3 տարի է, Նարեկ Կարապետյան, մեր պետությունը, ասենք թե դու ես երկրի ղեկավարը, 3 տարում, քանի հատ այդ 120,000 մարդուց, քանի հոգու համար ես կարողացել, տուն կառուցես, որ նրանց տեղավորես, ասա, հասկանում եք, խելքին մոտիկ բաներ չեք ասում, ասում եք, Բաքվում սենց են ասում, Բաքվում նենց են ասում, արա մենք ենք ես ծնվել չեմ ասել եմ, Ղարսը մերնա, Վանը մերնա, մենք մեկա Թուրքիա են գնալու, մեկա Թուրքիան ցեղասպանությունը ճանաչելու է, մենք պահանջելու ենք, Բաքուն միշտ ասել ենք, Բաքուրակերտա մերնա, Կիրովաբադ ասել ենք, մեր գանձակնա, չենք ասել, միշտ ասել ենք, դե հիմա նրանք են մեզ գժվացնում, ինչ ալ է, բայց դուք մի հատ տնես տրամադրված, որովհետև ժողովրդին ուրիշ բան չունեք ասելու, հասկանում ես, դուք գալու եք իշխանության խոսքի օրինակ, սկսելու եք վայելելը, դե ասեք մենք ինչ ենք խոստվել, մենք խոսք ենք տվել, որ թույլ չենք տալու, որ 300,000 ադրբեջանցի գա, մենք ուրիշ բան խոսք չենք տվել ասելու եք, դուք լավ գիտեք, որ ոչ մեկը չի գալու, ախր չգիտեմ էլի, ես ասում եմ էլի ձեր մարդկանց, ձեր կողմնակիցները, երբ որ ինձ հայհոյանք են գրում, ինչ որ բան են գրում, թող այդ մարդիկ մտածեն, որ ես ոչ մի բան, ոչ հորինում եմ, ես ձեր ասած բաները, այսենց, ոնց հիմա, վեր եմ լուծում, ձեզ բացատրում եմ, եթե սխալ եմ բացատրում, մարդ եք, հայ ենք, բոլորս էլ, մտեք ասեք, եղբայր, ոնց որ սխալ ես բացատրում, ախր մարդը հետ չի, նրա ասած հետ չի նշանակում, ես է նշանակում, իրար հետ խոսանք, հասկանանք, ոչ թե մտեք մի անգամից մեկը եսիմ քյոփակ, մեկը բիձա, մեկը եսիմ ամենքը մի բան գրում են, էլի, դիշմը կոպտեն գիտեն, թե ես էլ ես իրանց եմ կոպտելու, հենց տենց գնա բան, բողոքարկ են էջս պակվի բան, չէ ես ուղակի ասել եմ, կնոպկին սխվում եմ, ջուրը քաշում եմ, գնում եք համապատասխան տեղը, բոլորով իմ հասցեին մի ինչ-որ վատ բան գրում է, իմանա, դա իրա վերջի գրարումն է, իմ էջում, նա ինձ էլ չի տեսնելու, ու թող մտածի, գրեմ վատ բան ես մարդուն, թե չգրեմ, ես ոչ մեկին, ինձ ասում են այդքան մարդկանց հետ, դրանց հետ, Քոչարյանի հետ, Սամվելի հետ, մեկի հետ, ջանով մի խոսամ, արանչի չխոսամ, հայ մարդիկ են էլի, հիմա մեկը սխալ կլի, մեկը ճիշտ կլի, ու հետո լրիվ սեզ դուզ, տենց է, կյանքա, ընենցել ալում, մի խոսքով, ինչ ասեմ, Նարեկ ջան, այդ բաները, ավելորդությունները, եթե ասելու բաներ կա, ասեք, բայց այդպես բաները դուք ասում եք, ինչ անեք, ձեր ծրագիրը կոնկրետ, ջենտլմենսկի, ներկայացրեք, ձեր ծրագիրը, որտե գնում ես Աբովյան, ձեր ծրագիրը, 50 պունկտ, 100 պունկտ, ոնց որ երեք Պուտինը, տեսար, 50 պունկտ ներկայացրավ ձեզ օգնելու համար, Посмотрите, что Эрик Путина, а сейчас по полочкам поставлю все. По полочкам սաղասեց ինչ անելու, եթե հանկարծ ձեզ չընտրեն։ Դուք էլ ձեր ծրագիրը по полочкам ամենտեղ դրեք, որտեղ գնում եք Նիկոլնը սենց արել, թուրքերը գալիս են, Ալիևը ընդի սենց ասեց, Արանջայիրա երկրում ինչ ուզում ասում է, հիմա մենք կարող է Ալիևը որ ասի դու կարողանաս նրա բերանը փակես, թե Ալիևը որ ասի դու էլ նրան ես ասելու, Սամոյիչլի քֆուր տանք Ալիևին հիմա։ Ասելու են, մենք նրանց ենք ասում, նրանք էլ մեզանից են ասելու, ոնց է, դա է։
Պետք է դու դիմանաս։ Նրանք 30 տարի դիմացան։ 7 հատ շրջանը ավիրակ էին կարել, 30 տարի մեզ դիմացան ախպեր։ Հիմա մենք երկու օր չենք դիմանում։ Միջև հունիսի 7-ը չենք դիմանում, որ իրար չուտենք։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, լավ եղեք, այն Քոչարյանից էլ խոսալու բան չկա, 100%, այ խոսքս հիշեք, ես ասում եմ, 100% վստահեցնում եմ, Քոչարյանը չի անցնելու, նա շեմը չեն անցնելու, նրանք հեչ եղան, լրիվ, այսօր նույնիսկ տեսել եմ Աշոտյանը, մեր քաչալը, մեր սիկտիրչին, մի հատ ինչ էր գրել Քոչարյանի վրով, մի հատ ինչ էր գրել, քեֆս բերավ, բայց ես չեմ սիրում նրանց գրածները կիսվեմ, դրա համար չեմ կիսվել, ժողովուրդ ջան, բայց մտեք Աշոտյանի էջը նայեք Քոչարյանի երեգուա խոսալու վրա Աշոտյանը ինչեր է գրել Քոչարյանից։ Շատ ուժեղ գրել էր մարդը։ Դե Աշոտյանը նենց այնքան էլ բան չի, նա գրագետ մարդ է, Խոսքի եթե վերցնենք, ասենք, հանրապետականներին, ասենք, Սերժ Աշոտյանը, այս մեկը մեր ես ուզբեկը, դրա ազգը միշտ մոռանում եմ, Շախրամազանովը, ինչա, ոբշեմ, Շարմազանովը, դրանք ավելի գրագետ մարդիկ են, քանց Քոչարյանի քիմակիցները, դրանք հանրապետական, Սերժն էլ է, Սերժը գրագետ մարդ է, Սերժը խելացի էլ է, Քոչարյանի նման դեբիլ չի, Քոչարյանը հիմա իրան տենում եք ոնց է պահում, նա գիտի, որ իրա վերջն է, արդեն շուլուխնի անում, հանակնի անում, անեկդոտներով, բանով, նա արդեն ոնց որ մարդկության մեջ, ժողովրդի մեջ, սենց ուզում է իրան ժողովրդի մի մաս է կազմում, ինքը իրան տենց բանանում, իբր ինքը ժողովրդի մաս է կազմում, հանակները անում, ես մի բան, լավ անում, թողանի, դե ինչ ասեմ ժողովուրդ ջան, դա չի անցնելու 100%, խոսքս հիշեք, դե մնաց, չգիտեմ, Ծառուկյանից երկու խոսք ասեմ, չասեմ, Ադե ինչ ասեմ, մնենց Հավայի բաներ է խոսում Ծառուկյանը, նենց անկապ բաներ է խոսում, այդ մարդուն ինձ թվում է, թե ասում է, ես եմ, ինձ սաղ աշխարհը ճանաչում է, սաղ աշխարհի մեծահարուստները ինձ ճանաչում են, սենց նենց, այդ էր ցավը տանեմ, բա որ սաղ աշխարհի մեծահարուստները բանը դու հանդիպում ես այդ մեծահարուստ հայերի, միլիարդատեր հայերի, բայն որ պատերազմ եղավ, Ծառուկյան ջան, բան մեծահարուստներ էիք, բան, դես դեն, բան չի թողիք, որ մեր երգիրը այդ վիճակի մեջ ընգնի, ինչի թողիք, ես նստել եմ, հաշվարկել եմ աշխարհում քանի հայ կա, ու Հայաստանին ինչքան օգնություն է տվել հայերը, մի հայը կազմել է $30, հասկանում ես Ծառուկյան ջան, այ քեզ մեծահարուստներ կամ եսի մինչեր, դուք պետք է ամեքդ $500 միլիոն դնեիք, դու, Սամվել Կարապետյանը, որ դնեիք, այն ժամանակ պատերազմը կարող է հենց այն առաջի 10 օրը, որը սկսել էր, հենց այն առաջի 10 օրներ մեր բանակը դեռ լավ առաջ չէր գնում, բայց թուրքը առաջ չէր գալի, մի մետր առաջ չէր գալի, լավ վեր փրթում էին մերոնք, այն ժամանակ պետք է օգնեիք, այդ փողերը դուք մեկա պետությունից եք տարել, չասեք քրտնել ենք, որ ասում եք քրտնել ենք, գիշեր ցերեկ, չէ, նա իմ նման ենքան քրտնել ես ջուրը վրիցդ գնում էր միջև ոտներդ,
Դուք դա պետությունից եք տարել, բայց դուք պետության համար ոչ մի բան չարիք։ Միլիարդատերեր էիք, ամենքդ մի 200-300 միլիոն դնեիք, իրականում լավ զենքեր, լավ հոբ համակարգեր էքստերնի, բայց ամբողջ աշխարհում այդ մեծահարուստների ծանոթները ումա պետք որ դուք երկրի համար ոչ մի բան չեք անում։ Իրար հետ հանդիպում եք, իրար դուխ եք տալի, որ հարուստ եք կամ եսի ինչ եք, էտա միայն դրա համար եք, ում տանձինա պետքը։ Նժդեհի անունը 100 տարի է թնդում է, մի հատ ցույց տվեք Նժդեհի տները բանա որտե է, ուրա նրա դղյակները։ Հասկանում եք, բայց նրա անունը մնացել է։ Ձեզանից եթե ձեր անունը ոչ մնալու է, ոչ ես, ոչ են։ Հասկանում եք, այդ երկիրը թալանած այդ մեծահարուստները, նույնիսկ որ մեռնում են, նրանց տանում են են այստեղ թաղում, որ ոչ մեկը տեղը չի մանա։ Գագիկ Ծառուկյան ջան, լսում ես ինչ եմ ասում։ Այդ ձեր նման մեծահարուստներին են այստեղ տանում են թաղում, որ ոչ մեկը տեղը չի մանա։ Հասկանում եք։ Մենք նախագահի կին ունեինք, մահացավ, քանի տարի թաքուն էին պահում, ոչ մեկը տեղը չգիտեր, որտեղ է թաղված, իրականում մահացել է, թե չի մահացել։ Դա ոչ մի բան է։ Այն է Նժդեհի նման մարդիկ են հիշում, որովհետև Նժդեհը պահել է Սյունիքը 20-30 տարի կանցնի, նոր կիմանաք, նոր ազգը կասի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է Սյունիքը պահել։ Այս կռիվը դեռ չսկսած, ես այս տղեն վարչապետին ասել է, որ պատերազմ է լինելու Սյունիքի համար։ Ես ասել եմ, եթե հանկարծ Սյունիքը պարտվելու ես, հիմա էլ կարաս հեռանաս, որ քեզանով չլինի։ Ես նրան է դա ասել եմ, որպես ինձ մոտիկ մարդ։ Հասկանում եք։ Այդ տենց։ Մի խոսքով, Գագիկ Ծառուկյաններ ջան, միլիարդատերեր ջան, դուք երկրի համար ոչ մի բան չեք արել։ Ուզում ես Հիսուսի արցան տնգծրուտի 50-100 մետրանոց, ինչ ուզում ես արա, դուք երկրի համար ոչ մի բան չեք արել։ Երկիրը Հիսուսի արցանից չի սկսում, երկիրը սկսում է սահմանից։ Այ հիմա որ ասում եք թուրքը մեր սահմանում նստած է, դա ձեր մեղքն է։ Երկրի միլիարդները դուք եք կերել, ոչ թե ես, կամ են մեկը, կամ են սովորական զինվորը, կամ են մեկը, դուք եք կերել, դուք պետք է պաշտպանեիք երկրի սահմանը։ Չեք արել։ Մենակ ձեզ համար եք արել։ Երկրի հաշվին եք հարստացել։ Ինչպես են Լեբեդներ ասում։ Լեբեդ, գեներալ Լեբեդը, այն որ վերտալյոտը խփեցին օդում վեր գցեցին է մարդուն։ Կստատի Ղարաբաղի կռիվը են 94 թվին Լեբեդն է եկել կանգնացրել։ Մի խոսքով սենց բաներ ժողովուրդ ջան, ինչ ասեմ, մեզ սկսել են էս Քոչարյանա, Նարեկա, բանա, Սամվելա, բան, Դեզդեն, սկսել են մեզ արդեն ծիծաղացնել, անեկդոտներ են ասում, բան են ասում, մենք էլ ժողովուրդ ենք, ինչ անենք, մի քիչ էլ մենք իրանց վրա կայֆ բռնենք, էլի խնդանք, բան անենք, լավ եղեք, ուրախ եղեք, ամենակարևորը առողջ եղեք։